Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան, համարում է, որ մեր հրապարակման մեջ կա զրպարտություն, բայց իրականում ոչ թե դա զրպարտություն է, այլ հարցադրումներ են հռետորական հիմնականում, իր ոճի մեջ, իր գրառումների տրամաբանության մեջ իրեն ոնց որ ասած արձագանքել է այդ հեղինակը, որի նյութը մենք հրապարակել ենք, ընդ որում դա, եթե հիշում եք, մայիս-հունիս ամիսներին ինքը շարունակ ստատուսներ էր գրում եկեղեցու դեմ, սրբազանների դեմ, վեհափառի դեմ, նույն տիպի հարցադրումներ էր անում, կուսակրոն եք արդյոք դուք, զավակ ունեք թե չունեք, խախտել եք արդյոք եկեղեցու կանոնագիրքը թե չէ, մեր այս հեղինակն էլ փորձել է նույն ոճի մեջ իրեն պատասխանել, որ արդյոք դավաճանում է Նիկոլ Փաշինյանը իր կնոջը, արդյոք ճիշտ են այսպիսի տեղեկությունները, ասեկոսեներ, ինքն էլ էր, չէ, ինչ որ ասեկոսեներ հրապարակում իրականում, մենք էլ մեր հեղինակն էլ փաստորեն այդ նույն ոճի մեջ իրեն արձագանքել է։ Բացի այն, որ այդտեղ չկա որևէ պնդում, որևէ տեղեկատվություն հստակ, որի համար ինքը դիմել է դատարան, դա նաև բխել է իր վարքագծից։ Ինքը դրել է քննարկման առարկա սրբազանների, հոգևորականների անձնական կյանքը, ներքին կյանքը, բայց ըստ էության որպես պետության ղեկավար չունենալով այդ իրավունքը, որովհետև եկեղեցին գիտեք տարանջատված է պետությունից եւ պետությունը չի կարող միջամտել կուսակրոնության, եկեղեցու վարքականոնների մեջ։ Իսկ մեր հրապարակման հեղինակը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի միանգամայն իրավասու է, իրավունք ունի նման հարցադրումներ անել իր երկրի վարչապետին, հետաքրքրվել ինչքանով է բարեվարկության կանոնները ինքը պահում, իր անձնական կյանքում ինքը հետևում այդ սկզբունքներին,